Բարի լույս բոլորին, այսօր ապրիլի 24-ն է, ես էլի բլոգ եմ նկարում։ Մեր առաջին բլոգը հավաքեց բավականին շատ դիտում, որ չէի սպասում ես այդքան։ Այսօր որոշել եմ էլի մի բլոգ նկարեմ, բայց ավելի մի քիչ ուրիշ ֆորմատով, էլի շատ քայլելու եմ, այսօր գնալու ենք Ծիծեռնակաբերդ։ Եղանակը մի քիչ անձրևոտ է այսօր։ Գնալու եմ օֆիս, այսօր աշխատել ենք մինչև ժամը 3-ը, այնտեղից միանգամից կգնամ համալիր, խմբի տղեկի հետ պայմանավորվել ենք, որ գնանք Ծիծեռնակաբերդ։ Իդեպ ես ձեզ բան էի խոստացել, հեսա ճանապարհին կմիանամ ու կպատմեմ։ Անցած վիդեոյում ես ձեզ խոստացել էի պատմել այս ծառի մասին, իրական որ նայեք, ստեղ հողատարածքը շատ փոքր է ու ընդհանրապես ոչ մի ծառ ստեղ չէր ապրում, ոնց դնում էին, իմ սիրունը չէր կպնում կամ միանգամից չորանում էր, բայց այս ծառը բավականին տենց սիրուն կպել է ու ապրում է ու երբ որ նոր էին դրել, միշտ մոլախոտեր էին իրա վրա հավաքվում։ Ես այդ ծառին նայելուց միշտ առակն եմ հիշում սերմնացանի, որ քարքարոթողի մեջ ընկնող սերմը աճում է, բայց շատ շուտ մոլախոտերը ու արևը սենց չորացնում են իրան։ Ու երբ որ այդքան շատ մոլախոտեր էր իրա վրա աճում, սենց անընդհատ կողքով անցնելուց պոկում էի այդ մոլախոտերը, որ կարենար կպներ ու աճեր։ Ու տենց հետաքրքիր միտք եկավ, որ այդ առակը ոչ միայն սերմի մասին է, այլ հենց սերմ ցանողի, որ զգուշացնում է, որ երբ որ դու քո սերմերը ցանես, տարբեր տեղեր կարան ընկնեն, բայց եթե դու ուզում ես այդ սերմերը պտուղ տան, պետքա ոչ միայն ցանես, այլ նաև հետո խնամես ու ամեն հնարավոր բան անես, որ իրան խանգարող բաներ չլինեն, եթե քարքարոտ հողա քարերը հանես, եթե մոլախոտեր են շատ պոկես հանես, եթե թռչուններ են գալի, որ տանեն քո սերմերը, թռչուններին ցրես ու շատ հետաքրքիր էր, երբ որ այդ ծառը կպավ ու արդեն սկսեց տերև տալ, սկսեց ապրել, շատ էի ուրախանում, որ ստացվեց։ Սենց հետաքրքիր պատմություն այդ ծառի հետ կապված, որը որ ինձ միշտ հիշեցնում է, որ երբ որ Աստծո խոսքը մարդուն պատմում ես, մենակ պատմող չլինես, այլ նաև հետևես, խնամես, մշակես։ Անի դեռ քայլում եմ, մի հատ էլ սենց միտք եկավ հետաքրքիր, որ այսօրը իրականում մեր քրիստոնյա ժողովրդի համար հպարտանալու օր է, ոչ միայն տխրելու, այլ հպարտանալու, որովհետև մեր ազգը 1.5 միլիոնից ավել մարդ ավելի նախընտրեց մահը, քան հավատքը թողնելը ու երբ որ չարը մտածում էր, որ մահվան մատնելով ինքը հաղթում է մեզ, իրականում ինքը 1.5 միլիոնից ավել մարդու ճանապարհ է դարձել դեպի Աստծո արքայություն, որովհետև հալածանքների, մահվան սպառնալիքի ու անգամ մահվան գնով մարդիկ չթողեցին իրանց հավատքը, իսկ Աստված դա տեսնում է ու գնահատում է։ Ես վստահ եմ, որ 1.5 միլիոն նահատակները իրանք հիմա երկնքում Տիրոջ մոտ են։ Քանի դեռ ես միկրոֆոն չունեմ, որ ձայնս միկրոֆոնով ավելի պարզ լինի, աշխատում եմ քայլեմ շենքերի հայտներով, նենց որ համ մեքենաների աղմուկը քիչ լինի, համ քամին քիչ խանգարի։ Սենա ամպերը ու լավ անձրևագալու կարծում եմ։ Ես մեր մանկության թաղերով եմ գնում։ Օֆիսից դուրս ենք եկել, ծաղիկներով արդեն գնում ենք դեպի Ծիծեռնակաբերդ։
մենակ չեմ, Ռաֆայի հետ եմ, Ռաֆան մի քիչ հետ մնաց ու այնտեղ ծաղիկ ա ուզում հələ որ անձրև չի գալի, լավ է։ Գնանք տղեկին հասնենք, տղեկն էլ արդեն տեղ են հասել, իրար հետ բարձրանանք։ Շուկայի մեջով անցնում ենք, կմարդ կա, քլի ծաղիկներ ու լիքը մարդ։ Օրը մոտենում է ավարտին, ես էլ գնում եմ տուն, բայց սա դեռ ամենը չէ, որովհետև ես գնալու եմ ֆուտբոլի ու հետաքրքիր էլի սիրուն վիդեոներ կտեսնեք։